Մի հատ կարճ բան էստեղ մեզ նշում են, որ ճիշտ է։ Մենք էս եթերից առաջ ենք իմացել, մեր համախոհներից մեկը մեզ ուղարկում է մի վիդեո, որտեղ Սամվել Բաբայանը Սյամոն։ Այն որ բեղերը թրաշել էր, սպարսիվկեն հակել էր, ադրբեջանցիք չէին ճանաչել։ Հա, այդ Սամոն ուրեմն Ռիփսիմե Ջեբեջանի ոդքասթում շուտ մեր մասին ինչ-որ ասում է, այդ երկու ֆեյք տղեկ կան, որ ինչ-որ ես մեզ ֆեյք ասում, ուրեմն Սամվել Բաբայան, արա դու տեղով ֆեյք ես, քո կենսագրությունը ֆեյք է, դու մենք ենք ֆեյք, արա ես ինչ ֆեյք, Էնգեր ջան, ես ամենաբացահայտ տեղ, ասենք ինչ մտքիս հետ ասում եմ, Արեկը ասենք ամեն ինչ մենք եթերում ասում ենք ու մեր ապրածը ցույց է տալիս, որ մենք չենք քողարկվում ինչ որ բեղերի տակ։ Մենք մեր բեղերը չենք թրաշում սահման, ասում որ մեզ չճանաչեն։ Այդ որ խափում ես մարդկով։ Ես ասեմ, դու ֆեյք ես։ Ու հեսա մենք կապացուցենք, որ դու ֆեյք ես։ Հաստա վիդեո ունենք, հեսա քո։ Եվ ոչ միայն վիդեո։ Ես ուզում եմ մի հատ այն նկարը տեղադրենք, որը որ Սամվել Բաբայանի ֆեյքը լելու մասին առաջի պահն է։ Այս կռացած այդ նկարը հիշում ես, Սյամո, որ թվին է արված։ Այդ չեմ ասում կոնկրետ ինչ միջոցառման ժամանակ։ Այս նկարը որ կռացած Սերժ Սարգսյանին կիսակը քանստած բաժակ ես խփում 2009 թիվն է։ Սամվել Բաբայան հերոսական ճանապարհ անցած ու միակ կռվողը Արցախում, սաղ օպերացիաների հեղինակ, հայրը պատերազմի, ամեն ինչի։ Այդ վաղտը բեղերով էր, ու ճանաչել է Սերժ Սարգսյան, դրա վրա չխկցրե։ Այդ դրանից առաջել էր նույն բաներն ասում Սերժ Սարգսյանին։ Այս որտեղ տեսել էր, մի անգամից կռացած, կեսից էր կռացած, այ չխկցրե։ Վաղը որ տենաս էլի Սերժ Սարգսյան, էլի տես կռացած չխկցնելու ես, ոչ միայն Սերժ Սարգսյանին, բոլորին ում մասին վատ բաներ ես ասում։ Քո մասին սաղ աշխարհն ու հատկապես Արցախը շատ լավ գիտի։ Ասենք մի հատ հարց ուղակի հռետորական, որ քո այդ մարդիկ հանդիպել են, Արցախում եւ հիմա էլ։ Խեն միշտ երրորդ մարդով հանդիպել։ Պարոն գեներալ, փառապանց զորավար, աշխարհի բոլոր պատերազմների ռազմավար եւ ստրատեգ եւ հեղինակ։ Խի, մի հատ ասա, այդ հարցը ինքդ քո մեջ տուր, որտեվ սաղ գիտեն խի են հանդիպել երրորդ մարդով։ Մյուս հատվածը, մենք ինչ էինք արել ընդամենը։ Դու Արցախյան պատերազմի ժամանակ հայտնի տեսագրություն կա, որտեղ խոսում ես Շուշի ազատագրման մասին ու մնացած բաներից, բայց հատկապես Շուշի ազատագրման մասին, որտեղ լրիվ ուրիշ բան ես ասում։ Լրիվ ուրիշ բան ես ասում։ Մեծ ընձորավար։ Լրիվ ուրիշ բան, ֆեյքի պահը, հեսա ֆեյքերից խոսում ենք, էսա ֆեյքը։ Պարոն գեներալ, էսա ֆեյքը։ Էսա մեր չասե, գեներալի բասի բան չէ։ Այս էլ Սրբազան։ Հա, չէ, Սրբազան գեներալ է։ Այ հիմա հեսա մենք ցույց կտանք ինչ էինք ցույց տվել, ինչ էինք ասել, որը դու իբր համարել ես ֆեյք։ Մենք ընդհանրապես դրել ենք քո խոսքերը ասած պատերազմի ժամանակ ու Կարպիսի հետ հարցազրույցի ժամանակ, երբ որ Կարպիսին ինչ ասես, ասում էր Կարպիսն է ձեն չէր անում։ Դուք եք արել։ Մենք այդ հարմար տեղերում նստող բաներից չենք, էլի։ Կարպիսի նման չենք կարա քեզ կանչենք, ինչ ասես, ասենք, ցույց մնանք կամ որևէ մեկ այլ մարդու նման։ Դու ընդհանրապես լրագրողի ու քո այդ հարցազրույց վարողների հետ չունես կուլտուրա շփվելու։ Մեզ էլ իբր ֆեյք ես համարում։ Ես խնդրում եմ տեղադրել այդ տեսանյութը։ Այս ընդմիջման են գնալու, ոնց է տեսանյութը։ Ընդմիջմանը կնայեք այդ տեսանյութը, ժողովուրդ ջան։ Անպայման կնայեք այդ տեսանյութը ու կտենաք Բաբայան Սյամոն ֆեյքը որն է։ Այ ֆեյքը դու ես։ Այդ որ ամեն ինչում դու ես ամեն ինչի ստեղծողը, հայրը, նախասկիզբը, նախակարապետը, բայց չգիտես քի այդքան տենց ուժեղ տղա ալնելով ադրբեջանցիք բեղերը թրաշել էր, քեզ չեն ճանաչել։ Այդ որ դու տենց սաղին ասում ես ու ոչ մեկ բերնից չի գալի, որ ես ինչ ես խոսում։ Պարոն գեներալ, ամոթ է, ի վերջո լավ, հիմա էլ ասենք սաղի մոտ ես խոսում։ Բա որ այդ սաղ դու ես արել։ Ադրբեջանցիք այդ չգիտեին, այդ մենակ դու գիտես ոնց հասկանում եմ։ Բայց լավ, ենթադրենք ճիշտ ես ասում, սաղ դու ես արել։ Բայց սահմանի վրա որ բեղերը թրաշել էր ու սպարտիվկով էր, այդ ոնց չճանաչեցին։ ԴՆԿ-ով պետք է քեզ ճանաչեին ու տանեին Բաքու։ Ուրեմն կամ դու չես արել դրանք, որտեվ քեզ չեն ճանաչել։ Կամ էլ ամենավատը, Բաքվուն է քեզ թողել որ գաս, ստեղ ուսես բաներ խոսաս։ Այս երկու բանի մեջ ընտրություն կատարի։ Ու ֆեյքը դու ես, ոտից գլուխ դու ես, կենսագրությունով հետ ու մնացած բաներով հանդերձ։ Նես որ մեր մասին խոսալու զգուշ եղի։ Նորից մենք Կարպիս Փաշոյան չենք։ Այո։ Ինչևէ, շատ շնորհակալություն ընկերներ, 1600-ից ավել մարդ է մեզ նայում, խնդրում եմ չմոռանալ լայքել այս տեսանյութը, այս ընթացքում մի ալարեք, մի պահ մինիմայզ արեք, սեղմեք այդ լայքի կոճակը, հավատացեք, դա մեծ ազդեցություն ունի YouTube-ի ալգորիթմերի վրա եւ իր տրամաբանության վրա, թե ինքը ռեկոմենդացիա ինչպես տանի, եւ արդեն տեսնում ենք դրա արդյունքները, որ նյութերը որ շատ են լայքում,
դրա դիտումները ավելի շատ են լինում։ Նաև մենք շատ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են մեր նախագծին Patreon համակարգի միջոցով, որտեղ դա ինստիտուցիոնալ ֆինանսավորումը թույլ է տալիս մեզ հաշվարկել, թե ամսվա կտրվածքով ինչ գումար կարող ենք ունենալ մեր ընթացիկ ծախսերի համար, donation alert-ով, super chat-ով, քարտային բանկային փոխանցումներով եւ նաև անպայման ուզում եմ նշել, որ երբ աջակցում եք մեր նախագծին, սրանով դուք աջակցում եք նաև մեր մյուս նախագծերին, Ղազարյան versus Ղազարյանին, Ծովից ծով ոդկասթին, Էդգարի, Ֆիդանյան Դավիթի հարցազրույցներին, որոնք իդեպ վերջերս այնպես մեծ թափ են հավաքել, մեկ էլ նայում եմ ինչ որ հարցազրույց արեք 40,000 դիտում ու շատ ուրախանում եմ, որտեվ հիշում եմ դեռ նոր էինք երբ սկսել մեր ոդկասթը, անտիֆեյքի ալիքը դեռ զարգացած չէր եւ Ֆիդանյանը այդպես ժամերով խոսում էր, նայում դիտումները քիչ, ասում եմ ափսոս է էլի, որ sense content կորում է, հիմա արդեն մեր այս նախագծի ոնց որ տենց լակամատիվ հանդիսացավ այս նախագիծը, որ մյուս պրոյեկտներն էլ դե Էդգարին էլ գիտեք, որ շատ գիտեմ ես էլ դուք էլ դա ապացուցում եք ձեր դիտումներով, ձեր մեկնաբանություններով, որ շատ սիրված նախագիծ է դարձել, որը upgrade ենք անում եւս տեխնիկապես, մեր տաղավարը մի խոսքով դուք գիտեք, որ ձեր շնորհիվ է, որ այս ամեն ինչը իրագործվում է, մենք շատ շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում մեզ աջակցում են։ Մեր առաջին հյուրը հիշեցնեմ Վարդան Ոսկանյանն է, երկրում ամենահայտնի իրանագետը, գիտեք, որ Իրանի հետ կապված դա կարևորագույն հարց է մեզ համար այս ռեգիոնում զարգացումները կփորձենք իր հետ ճշտել վերջին նորությունները, նաև հասկանալ թե ինչ սպառնալիքներ կան հնարավոր ռեգիոնում, այնպես որ մի հատ բան ասենք disclaimer անենք, նոր գնանք։ Միշման, ուրեմն մենք ունենք լուրջ կոռուպցիոն ռիսկ ունեցող, եթե ոչ ուղիղ կոռուպցիոն դեպք GTB Holding-ի հետ կապված թեմայով, որտեղ տվել են կասկադը անհասկանալի պատճառներով այդ հոլդինգին, այդ հոլդինգը ուղիղ կապ ունի Հանրապետություն կուսակցության հետ, որը նաև Երևանում ունի բան, մենք պետք է անդրադառնանք մանրամասն այս թեմային, չկա չենք կարող ժամանակի բանով, մյուս թողարկմանը պարտադիր պետք է կարող է այսօր ինչ որ պայի արի էլեմենտացիան ոնց հա չենք կարող մի խոսքով հետքը գրել է մի հատ նյութ, էսի կարճ ասեմ, հա որ կասկադը գիտեք, որ պետքա շարունակվի վերակառուցումը, ուրեմն 3000 քանիս քառակուսի վերակառուցելու տեղ կա, մետրի վերակառուցման, բայց տվել են 17 հեկտար տարածք, օտարելու են այդ ընկերություններին, ահռելի տես լանջերով, բաներով, մի խոսքով շենք շինություններ սարքելու բան են տվել կասկադի անվան տակ։ Չգիտեմ ինչ է, տղեն չի, կարևորը իր հոլդինգն է, որը որ պարզվում է, որ 50%-ն է, 50%-ը որ հնդիկը ամերիկացու, տոլի ամերիկացի հնդիկի, չգիտեմ։ Մենք ուսումնասիրենք այս кейսը ավելի մանրամասն, սա պրոբլեմա է առումով, որ սա ակնհայտ կոռուպցիոն ռիսկ է, որովհետև գիտեք, որ ուրեմն Հանրապետություն այդ կուսակցությունը Արամ Զավենի Սարգսյանը կոալիցիայի մեջ է Երևանի քաղաքապետարանում ուրեմն ՔՊ-ի հետ եւ Ավինյանն է ստորագրել է սրա տակ, որ այդ լանջերը բաները սա օտարվի ուրեմն Արամ Սարգսյանի եւ Վազգեն Սարգսյանի եղբոր Փեսային, որը ինչ-որ հայտնի կերպար է ինձ ասում են, ես դες չեմ ճանաչում, բայց որ մեծ կապիտալ ունեցող մարդ է, որը որ փաստացի ահռելի տարածքներ կասկադի հարևանությամբ ու կասկադում ստանալու է, այնպես որ այստեղ մենք սա կուսումնասիրենք, որպեսզի ձեզ թերի տեղեկությունը չտանք, նաև ասեմ, որ հետ կհանդրադարձե սրան մեծ տենց հետաքննական բան է գրել, լրագրական նյութ, բայց իրանց մոտ էլ դեռևս իրանք հարցում են ուղարկել քաղաքապետարան դեռևս չի պատասխանում խոսքով դեռևս sense խառնա, թող ավելի էփի նորից խափել է, Չախոյան Արտուրի ասացի նման խափել է, չի պատասխան ասելա պետք է իլեք քարտեզագրենք բան, բայց մի խոսքով Ժողովուրդ ջան, իմացեք որ sense բան կա, մենք էլ հետևում ենք, նաև կփորձենք ինչ որ ավելի տեղեկացված մարդկանցից այս գործարքի մասին ճշտել տեղեկություններ եւ մեր շաբաթօրյա թողարկման ժամանակ մանրամասն այս քեսին անդրադառնալ Արտուրին կարանք ասենք Չախոյան։ Այո, Արտուրն էլ մեզ կօգնի վստահաբար։ Ինչևէ։ Դուք նայեք Սյամոին։ Նայեք հա Սյամոին, մենք կվերադառնանք արդեն Վարդան Ոսկանյանի հետ։ Քիչ անց կվերադառնանք ուղիղ եթեր։ Մի խոսքով։ Մեկ այլ երջանկահիշատակ հերոս էլ կա, որը ոնց որ դες նորից չափազանցված կերպար է, Կամանդոսը։ Ահա։ Այլ չափազանցված կերպար է։ Նույնիսկ ես ձեզ ասում եմ, որ 92 թվականին մարդը հրաժարական է տվել տեղափոխվել Հայաստան բուժման նպատակով։ Բուժման նպատակով։ Նայած հետո պատերազմից հետո մի 10 տարուց հետո է որ նա եկել, այդ մարդը եկել է Ղարաբաղի։ Մի ուզում եք չափազանցած ասեք, ուզում եք ոչ չափազանցրան, սա փաստ է։ Դե պատմության մեջ մնացել Շուշին ազատագրող։ Նույնիսկ եմ կրկնում, Շուշին ազատագրումը ես ձեզ բացատրել եմ։ Շուշի ուղությունից, բոլոր ուղություններից, բացի թիկունքից, որտեղով մենք ենք մտել, ես անձամբ գնացել եմ, մնացած աչից, ձախից, թևերից հետ են քաշվել մերոնք։
Հիմա դուք համարեք հերոսություն եւ այլ օպերացիան մշակել եմ ինքս, փոխել եմ ես, թիկունքի մաս չի եղել այդ օպերացիայի, ես եմ մտցրել, դեմից գալացողները դա կրակ շեղող են եղել, կրակը վերցրել են իրանց վրա։ Թիկունքում արել են այն ինչ որ արել են եւ ավարտվել է ամեն ինչ։ Հիմա դուք ինձ ասում եք, չէ, տես մի ասա որ Ես դες չեմ ասում, ես ասում ասեք այն ինչ որ կա։ Ես էլ ասել եմ այն ինչ որ կա, քարտեզա գրել եմ, գիրք եմ գրել, Հենրիկ Խաչատրյանը գիրքը գրողը տարել է կոմանդոսի մոտ այդ քարտեզը, այդ գրածը, ծանոթացել է, մարդ ասել է, այո, ոնց գրել է, տենց է եղել։ Դուք էլ անունը հարսանիք լեռներում չեք դրել։ Տենց բան գոյություն չունի։ Այդ մեր երևակայությունն է վառ։ Այո, ձեզ հեքիաթ եմ պատմել, դուք էլ հավատացեք։ Մեզ այլ ընտրանք չունեինք, եթե չլուծվեր Շուշի խնդիրը, ապա եւ Ղարաբաղը ընդհանրապես այդ օղակից չէր կարա դուրս գալ եւ ժողովուրդը չէր կարա բրկվել անգամ Բաքուի շրջափակման մեջ էի Շուշին դա այն ճանապարհն էր, որը Հայաստանի հետ կապում էր եւ դա մենք այլ ընտրանք չունեինք հենց դա էր որ մեզ պարտադրվեց մշակել օպերացիա Սերժ Սարգսյանը եւ Արկադի Տեր-Թադևոսյանը, որոնք այն ժամանակ ղեկավարում էին ընդհանուր բանակը, Ղարաբաղի այդ կազմավորումները, մշակվել էր օպերացիա Շուշի ազատագրման համար։ Ես առանց իրավունքի պետք է Գերագույն խորհուրդը որոշեր իմ ղեկավարությունը, ով պետք է որոշեր, ես չհասկացա ով որոշեց, բայց սենց հրամանի պես որոշեց Սերժ Սարգսյանը, ինչա Շուշին վերցրեցի, ինքը սաղը իրա վրա վերցրեց։ Այն ժամանակ Արցախի ղեկավարության Ռոբերտ Քոչարյանի, ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի Սերժ Սարգսյանի, այնուհետև նաև Արկադի Տեր-Թադևոսյանի ցուցմամբ անձամբ ես եմ իմ ձեռքով գրել մարտական հրամանը եւ այնուհետև այն հասցվել է ուղղությունների ղեկավարներին մեր հանրաճանաչ կոմանդոսի կողմից եւ տեղում արդեն ստեղծված հրամանատարական առաջնային կետերում եւ դիտակետերում ղեկավարելով իրականացվել։ Մենք վերադարձանք եթեր, միջև հյուրին ներկայացնելը հարց, այ հիմա, ֆեյքը, ով է մեզանից, Սամվել Բաբայան, մենք ենք ֆեյք, թե դու, թե այն վաղտ էիր ֆեյք, թե բեղերով ուրիշ ձև ես, առանց բեղեր ուրիշ ձև, չգիտեմ,